Բաքուն շատ բան է ասում, ու մենք ոչ մի բանի դիմաց բոլոր պահանջները անում ենք Բաքվի։ Ոչ մի բանի դիմաց։ Ոչ մի բանի դիմաց։ Հիմա սա կոնկրետ մարդկային կյանքեր են կապում։ Պետք է անել դա։ Դե եթե պետք է Ղարաբաղը տային, գնային ճանաչեին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, թող 23 հոգու դիմաց գոնե ճանաչեին, եթե ոչ մի բան չէինք ստանալու։ Թող 23 հոգու դիմաց ճանաչեին, գոնե։ Համարժեք չէ, բայց երբ որ դու 23 չէր, 23 հետո դարձավ, չէ՞, հետո։ Բայց եթե դու գնում ես ու ոչ մի բանի դիմաց զիջում ես ինչ-որ բան ու դրա դիմաց ոչինչ չես ստանում, ինչ ասել այս մարդկանց մասին։ Դրանք բոլորը արդարացումներ են։ Բանակցային process որպես այդպեսին կա թե չէ։ Ձեր պատկերացմամբ։ Ես կարծում եմ այս պահին չկա բանակցային process, որովհետև չկա բանակցային հարթակ process-ի համար։ Եվրոպան եւ ԱՄՆ այս պահին մեր ժամանակը չունեն եւ նաեւ այն առաջնորդները, ովքեր այն բանակցային process-ները, այսպես ասած, կազմակերպում էին, Գերմանիայում մենք տեսանք իշխանությունից հեռացավ Շոլցը, ԱՄՆ-ում հեռացավ Բայդենը, Շարլ Միշելը այլևս գոյություն չունի, նա իր սև գործը արեց գնաց, մնացել է միայն Մակրոնը, Մակրոնի օրերն էլ են կարծում եմ հաշված,